Բարեկամներ, ողջունում եմ ձեզ։ Սկսում ենք մեր ինքնությունը նախագծի հերթական դրվագը մեր բացառիկ հյուրերի հետ, ինչու բացառիկ, որովհետև ես կարծում եմ, որ այս մարդիկ, ում մենք հրավիրում ենք, ասելիք ունեն եւ այս մարդիկ կարևոր դերակատարություն ունեն մեր եւ ինքնության պահպանության, եւ հայապահպանության, եւ մշակույթի, եւ արժեքների, եւ ժառանգության պահպանության առումով։ Այսինքն այստեղ այս քննարկումը մեր ինքնությունը պայմանական անվան ներքո գրում է շատ խորքային բնույթ, մտածելու տեղիք տվող բնույթ, որովհետեւ մենք կարողանանք ձեզ հասցնել կարևոր ուղերձներ եւ դուք կարողանաք ձեզ համար եւս ենթադրություններ, եզրակացություններ անել եւ հետևեք նաեւ ձեր, այսպես ասած, սրտի կանչին հայ մնալու, հայկականությունը պահպանելու եւ այլնի առումով այսօր մենք հյուրընկալել ենք դիվանագետ, պատմաբան, Modus Vivendi վերլուծական կենտրոնի ղեկավար Հարա Պապյանին, պարոն Պապյան, ողջունում եմ ձեզ։ Բարև ձեզ։ Ես որպես կանոն այս հաղորդումը սկսում եմ միշտ մեր հյուրի կենսագրությունից, այսպես ասած։ Դուք բավականին երկար ճանապարհ եք անցել եւ իհարկե ձեզ ներկայացնելու կարիք շատերին չկա, նրանք ովքեր չգիտեն, ասեն, որ դուք եւ որպես դիվանագետ եք եղել ակտիվ Կանադայում, դեսպան եք եղել Հայաստանի, աշխատել եք ԱԳՆ-ում երկար տարիներ, զբաղվել եք պատմաբանությամբ, զբաղվել եք Արցախյան հիմնախնդրով, ազգային փոքրամասնությունների հարցերով, Վիլսոնյան Հայաստանը ձեզ հետ միշտ կապում է, այսպես ասոցացում են ձեզ հետ անպայման եւ այլ կարևոր հարցերով, որոնք դուք շարունակել եք նաեւ որպես վերլուծական կենտրոնի ղեկավար, գրքեր եք հրատարակել, տարբեր գիտաժողովներ, կլոր սեղաններ, այսինքն մաքսիմալ փորձել եք ձեր ինտելեկտուալ ռեսուրսը դնել ի նպաստ Հայաստանի, ի նպաստ մեր եւ քաղաքականության ամրապնդման եւ դիվանագիտության, այդպես է կարծում։ Ինչու ընտրեցիք դիվանագետի մասնագիտությունը։ Երբ Հայաստանը անկախացավ 91 թվականին, ըստ էության 91 թվականի աշնանից, իսկ արդեն հրամանագրված 92 թվականի հունվարից ես արտգործնախարարություն եմ աշխատել, եղել եմ առաջի այն 10-12 հոգին, որը դա հիմնել է։ Ինչու, որովհետև այդ ժամանակ կար կարիք դիվանագիտության, նոր էր ձևավորում արտգործնախարարությունը եւ այդքան գրավիչ չէր։ Հիմա շատերի համար է գրավիչ, այսինքն չնչին, բառից բուն իմաստով չնչին աշխատավարձով, այնքան որ հնարավոր չէր անգամ աշխատանքի գնալ-գալ տրանսպորտով ծախսը հոգալու, չկար ոչինչ, ոչ կոմպյուտեր, ոչ մենք առաջի փաստաթղթերը, անգամ միջպետական տպում էին քաղկոմի բլանկների հակառակ երեսի վրա, որովհետև դա տեղակայված էր քաղկոմի, ովքեր չգիտեն, ասեմ դա կոմունիստական կուսակցության քաղաքային կոմիտեի շենքն էր, որ ներկայումս Սահմանադրության դատարանի շենքն է, դրանից առաջ այդպես ենք սկսել։ Եվ դա նվիրում էր, ես էլ քանի որ որոշակի փորձ ունեի արդեն մինչև այդ դրսում աշխատելու, ես 3 տարի զինվորական թարգմանիչ եղել Աֆղանստանում, դա դիվանագիտություն չի, դա զինվորական ծառայություն է, բայց դա հնարավորություն էր տվել այդ բաց քաղաքականությունը ներսից տեսնելու, որտեղ այդտեղ բացի ռազմականից քաղաքական գործոն կար, երբ որ դու թարգմանիչ ես, ակամայից մասնակցում ես տարբեր քննարկումների եւ այլն։ Եվ ես փորձ ունեի նաեւ այլ երկրներում, մասնավորապես Կիպրոսում աշխատանքի եւ այլն, եւ ես երբ որ վերադարձա, այդ ժամանակ նախագահը Լևոն Պետրոսյանն էր, որին ես ճանաչում էի դեռևս շատ ավելի վաղուց Մատենադարանից, որտեղ իմ գիտական ղեկավարը Հակոբ Փափազյանն էր, որը մատենադարանից է, ես իրանագետ եմ բազային կրթությամբ, իմ դիսերտացիայի թեման հենց դիվանագիտություն էր։ Ես գրել եմ հայերի մասնակցությունը ակոինլուների եւ կայակոինլուների, ինչպես Սեֆյանների դիվանագիտությանը, երբ որ հակաթուրքական ճակատի ստեղծում։ Այսինքն կար որոշակի գիտական հիմք այդտեղ, գիտելիքներ, որոշակի փորձ, երբ որ առաջարկը եղավ չվերադառնալ այլևս Կիպրոս եւ մնալ Հայաստանում ներդրել, ես մնացի եւ աշխատեցի մինչև արդեն 2006 թվականը, երբ որ վերջի պաշտոնս դες վերադարձա, ես որոշակի տարաձայնություններ ունեի արդեն այդ ժամանակ անհամաձայնություն իշխանության վարած քաղաքական Արցախի հարցով, որտեղ այդ անկախության գաղափարը այդ ժամանակվանից էլ ինձ ընդունելի չէր, ես փորձում էի համոզել եւ այլն, որ դա միասնություն չստացվեց։ Եվ ես, ինչպես հաճախ պատահ, 1 տարով ակադեմիական արձակուրդ վերցրեցի,
Ինձ տեղափոխեցին, այսպես ասած, ռեզերվ ու ես իբր 1 տարի հետո պիտի ասեմ վերադառնամ, դա ժամանակավոր էր, բայց ոչինչ չկա ավելի հավերժ, քան ժամանակավոր։ Հետո անիմաստ է սա վերադարձու, այդպես էլ 2006-ից նվիրվեցի արդեն ավելի շատ գիտական, իսկ վերջի մի քանի տարի նաև գիտական եւ քաղաքական գործունեությանը։ Այսինքն այս ամեն դեպքում փորձել եմ իմ առավելագույնով ծառայել իմ հայրենիքին։ Եվ ես ընդհանրապես գտնում եմ, որ այն մարդիկ, ովքեր որ իրենց մտավորական են համարում կամ ուրիշներն են համարում, իրենք պարտավոր են անտարբեր չմնալ։ Ես չեմ ընդունում շատերի դիրքորոշմանը, գիտեք, որտեղ սա դասալքության նման մի բան է։ Քեզ քո պետությունը, քո ազգը, քո ժողովուրդը քեզ տվել է շատ, օրինակ ինձ ես այդպես եմ, ես լավ կրթություններ եմ ստացել, սովորել եմ, բան, ուրեմն ես պարտավոր եմ ինչ-որ չափով վերադարձնել դա։ Ու ես չեմ ընդունում մեր շատ դեսպանների, քաղաքական գործիչների այն դիրքորոշումը, որ այսօր անտարբեր քաշվել են մի կողմ, այսինքն չէ, այդպես չի, բա դուք 2-3 ժամկետ դեսպան եք եղել Հայաստանի Հանրապետության, հիմա նստած վայելում եք ոնց որ ասած ձեր ծերություն, բա ձեզ չի հուզում այս երկրի ճակատագիրը։ Ինչո՞ւ սա այն հարցերից մեկն էր, որը հաճախ երբ օրինակ տարբեր գործընկերների հետ արևմտյան քննարկում ենք, իրենք երկու այսպես փաստարկ են բերում, առայն որ ինչու ժողովուրդը ոտքի չի կանգնում եւ ինչու, եթե այդքան ամեն ինչ սխալ է, եթե այդքան համարում եք, որ ճիշտ ճանապարհով չեն գնում, ինչու ապա որևէ դիվանագետ չի ըմբոստանում, հրապարակային հայտարարություն չի անում, դուք ասիք, որ համաձայն չեք եղել Արցախյան հիմնախնդրով եւ տարաձայնություններ եւ վերջը բերեն նա, որ դուք դուրս եք եկել համակարգից, բայց շատ ու շատ դեսպաններ, իհարկե առանց այս պահին անձնավորելու կամ որևէ մեկին փորձելու թիրախավորել, իրապես մենք տեսանք, որ շատ-շատեր անգամ երբ որ Հայաստանը գրում էր իբր թե Եվրամիություն, հետո անցավ Եվրասիական տնտեսական միություն 2013-ին, որևէ մեկը չըմբոստացավ, որևէ մեկը դուրս չեկավ, կամ միգուցե եղան մի քանի հոգի, ես չեմ հիշում, բայց մասսայական օրինակ Վրաստանում շատերը դեմ են արտահայտվում եւ մինչեւ հիմա էլ շատերը դժգոհություն են անում։ Ինչու է այդպես։ Ինչպես է ստացվում, որ մեզ մոտ այդ կոնֆորմիզմը կարծեք թե ավելի բարձր ազդեցություն, ավելի մեծ ազդեցություն ունի, քան ազգային շահի գիտակցումը։ Հիշեցնեմ ձեզ, որ վերջի ալիքը հրաժարականների 2008 թվականի մարտի 1-ից հետո էր, երբ որ որոշ դեսպաններ, դիվանագետներ եւ այլն, բայց այդ ամբողջ ինչով վերջացավ։ Վերջացավ, որ այս մարտիկ դուրս դրվեցին եւ հայտնվեցին, ասես ասած, քաղաքականության մայթեզրին։ Նրանք պատրաստ չէին առանց, այսպես ասած, դիրքի պաշտոնի ինչ որ լինել մեջևի մերեսին, իմ ընկերներն ասել են, որ հա դե լավ, դու քո մոդուս վիվենդեով, քո նաև գիտական անցյալով կար, ես որ դուրս գամ, ինչով եմ ես զբաղվելու։ Շատ մարդիկ գիտեն եւ նաև ուրիշ խնդիր կա։ Իրենց էլ եմ երեսին ասել, իրենք շատերը փորձում են իրենց աչքին իրենց արդարացնել, ասելով դե մենք այսպես թե այնպես ծառայում ենք հայրենիքին, դե մենք այս ամբողջը պիտի ասեն, նաև այդ պահը կա։ Վստահաբար շատ օգտակար գործ են անում, ծառայում են, բայց կա միտքից, որովհետև ես վստահ եմ, որ շատ շատերը համաձայն չեն այն քաղաքական գծին, ոչ միայն դիվանագետների մեջ, այլ պետական ապարատում, զինվորականների մեջ, բայց ցավոք սրտի, այո, մեր ժողովրդի մեջ հարվարողականություն շատ է։ Ինչու՞։ Կարծում եմ դա մեր գոյատևման բնազդն է եղել, որ երկար տարիներ մենք պատկերացնում եք Ռուսաստանը, որը Լենինը բնութագրում էր ժողովուրդների բանդ, դա դրախտ է համարած Օսմանյան կայսրության, այսինքն այդ Օսմանյան կայսրության լուծի տակ ապրելը բերել է նրան, որ նրանք են վերապրում, նրանք են շարունակում, որ հարմարվում են, ով որ փորձել է ամբոստանալ, այսպես ամբոստները բառի բուն իմաստով փոխարենորեն գլխատվել են։ Դրա համար հարվարողական դրան գումարվել է նաև սովետական ժառանգությունը եւ այլն։ Հետևաբար, այսպես է հարցը։ Այսօր իրանք նաև հայտնվել են բոլորս, հայտնվել ենք ահավոր ճնշման տակ։ Գիտեք, այն մանրակրկիտ ճնշումը, ինչ որ հիմա կա, երբեք չի եղել։ Ես օգտվում մանրակրկիտ բառը, որտեղ առաջ էլ իհարկե մարդու իրավունքների խախտումներ կար, անգամ սպանություններ կա, բայց դա որոշակի գծից վերև եւ որոշակի ոնց որ ասած ներիշխանական հաջող բախումներ էր։ Հիմա այդպես չի։ Հիմա այս վերահսկումը իջել է ամենան ներքևը, լայքերի մակարդակով հայտարարություն մենք տեսնում ենք, չէ՞ որ ինչա կատարում մարդկանց մի խոսքի համար բռնում են, բռնադատում են, տուգանքներ են դնում։ Ես հիմա
քիչ թե շատ քաղաքական ասպարեզի մեջ եմ կարող եմ ասել, որ իմ շրջապատում գրեթե մարդ չկա, որի վրա վարչական կամ քրեական գործ հարուցված չլինի։ Նույնն է նայեք ամբողջ ասպարեզը գեներալների մեծ մասի վրա քրեական գործ կա հարուցած։ Ինչա՞ դե լավ հանցագործ են, հարուցել եք, դատեք, բան տարեք։ Նիկոլ Փաշինյանը խոստացել էր, չէ՞ անել։ Հիմա հարցնամ, կա որևէ մեկը, բացի Միոնքիա, կարծեմ այդ Վերմիշյանը, որ իր թիմից էլ չի, ուրիշ մեկը, որը դատա վճռով այսօր անազատության մեջ է, ոչ։ Հարյուրավոր գործեր են հարուցվել տարբեր մարդկանց, ասում են նախկինները հանցագործ են, թալան չեն, հա, դա ուր է։ Սահմանադրությունը կա, որի մեջ ամենագրված է անմեղության կանխավարկածը։ Հանցագործը պիտի լինի բանտում։ Սա է հաստատ։ Ուզում ասեմ, այդ կա պատմական հիմք, կա հոգեբանական հիմք, կա նաև ոնց որ ասած նախադեպ, որը իրանք տեսան այդ ամբողջությունը հաճախ արդյունքի չբերել։ Ինչու ենք մենք այդ դեպքում հասել այդ ձևի հոգեվիճակի, ինչն է ստիպել մեզ նման ձևով ինքներս մեզ հետ վարվել։ Նայեք, դուք վրացիների օրինակը բերեցիք, վրացիները վատ, լավ, ձևական իշխանություն, թագավորություն ունեցել են մինչև Գեորգիևսկի տրակտատ, չէ, այսինքն 1790-ականներ, 1800-ին պահել են։ Թեկուզև տեղական, ձևական իշխանությունները, թավադներ, բաներ, այդ ներքին ինքնավարությունը պահպանել են։ Հայերիս մոտ դա չի եղել։ Եվ ավելին ասեմ, ցեղասպանության հետևանքները մենք չենք գիտակցում, որ ինչքան խորն է ցեղասպանությունը։ Եվ ըստ էության ցեղասպանության հաղթահարման մենք այդ հոգեբանական ապակինումը չանցանք, որտեղ երբ որ իսկ այդ հարցով զբաղվել են, այո, հрьяաներն անցան։ Այսինքն հատուկ թե դա այդպես ժամանակի ընթացքում։ Հատուկ։ Իրանք ասեցին never again, պետության քաղաքականության հիմքը դրեցին եւ դրեցին, որ մենք զենքով ինքներս մենք պիտի պաշտպանենք, ոչ մեկի վրա հուշտը եւ դրեցին կառուցեցին։ Դա մեզ մոտ պակասում է։ Պակասում է։ Իրանց մոտ առաջի սերունդը, երբ որ պետություն էին հիմնում, այդ սիոն, նրանք նվիրյալներն էին, ինչ որ մենք առաջին հանրապետությունն էինք։ Իսկ այս պայմանական ասած երրորդ հանրապետության սերունդի մեծ մասը դա սովետական վարչական ապարատի աշխատողներն են, դեք ընդունենք այսօրվա կամ են քաղաքական գործիչներ, քաղաքագետներ, որոնք ինձ դասավանդում են գիտական կոմունիզմ, աթեիզմ, հետո աթեիզմ դասավանդողները դառան կրոնի դասավանդողներ քաղաքականություն եւ բնականաբար մարդ չի կարող այդ, այսինքն նրանց սերնդափոխություն չեղավ։ Արևելյան Եվրոպայում դուք լավ ծանոթ եք եւ գիտեք այդ լուստրացիան ինչու արեցին, որովհետեւ կա որոշակի այդ բաներ կա։ Գերմանիան դենացիֆիկացիան ինչ արեց, հսկայական տարիների աշխատանք էր։ Հայաստանը դեկոմունիզացիա չանցավ։ Հայաստանը շարունակվում է մնալ եւ այդ մտածողությունը է դա եւ այդ հարմար ողականությունը գալիս է հենց նաեւ այդ շրջանից, իսկ այդ շրջանը բա հեշտ է 20-30-ական թվականներով անց է ժողովուրդը 40 անընդհատ ռեպրեսիաների տակ ու ակսիոն։ Ինչպես է ստացվում, որ այդ ազգերը իրենց մեջ այդ ուժը եւ ցանկությունը եւ նաեւ այդ անհրաժեշտությունը տեսնում են, բնական է, ինչու՞ մեկ իրանք չի գալիս ասում դուք պետք է ենթադրենք հաղթահարեք ձեր։ Իրենք դա տեսնում են, իրենք դա զգում են, ինչպես մարդու օրգանիզմը, որ հիվանդ է, ինքը հասկանում է, որ հիվանդ է եւ բուժման կարիք ունի։ Ինչպես է ստացվում, որ մեզ մոտ բացակայում է կամ միգուցե չի բացակայում այլ խնդիր կա, որ մենք այդ ռետրոսպեկցիան չունենք, մենք այդ դասեր քաղել, միգուցե ունենք, բայց ինչ որ մի բան ճիշտ չի աշխատում եւ արդյունքում մենք նորից ու նորից վերադառնում ենք նույն սխալներին կարծեք։ Իմ կարծիքով դա պայմանավորված է, դե սերունդը ամեն դեպքում ձևավորվել է, իմ տարիքի սերունդը 60-70-ական թվականի, այսինքն հետո 80, իսկ դրանց առաջ հայրենասիրության այն գաղափարով որ ձևով, որ դաստիարակվում էր մի ամբողջ սերունդ։ Վրաստանի պարագայում այդ հայրենասիրությունը ինքնիշխան Վրաստանի կամ Վրաստանի անկախության գաղափարն էր, այդ ձևեր գնում։ Հայկական հայրենասիրությունը դրսևորվել է եւ դա խրախուսվել է Մոսկվայի կողմից հակաթուրքականության դրսևորում։ Այսինքն մեր հայրենիքի կորուստը եւ ցեղասպանության հարցի ճանաչումը դարել է այսպես ամբողջովին կլանող մի շարժումը, եւ պատահական չի, որ հատկապես դա ուժեղացավ այն պահին, երբ որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ, այսինքն, այսպես ասենք, Մոսկվային ձեռ էր տալիս հայրենասիրության այդ ձևը եւ այդպես էր ամբողջը գնում։ Եվ չմոռանանք, կար ռուս-թուրքական 21 թվական Մոսկվայի պայմանագիրը, որով արգելում էր Հայաստանում, ոնց որ ասած, որևէ գործունեության ծավալում, որը ուղղված կլինի ըստ էության
այդ երկուսի շահերի դեմ։ Այս երկուսի շահերը պետականության վերակացան, պետության գաղափարը չէր։ Երբ որ Ղարաբաղյան շարժումը սկսեց, դա էլի սկսեց որպես ոչ թե անկախության շարժում, ի տարբերություն որ հետո Վրաստանը մեզ սկսեց, այսինքն հողահավաքի գաղափարի շուրջ, հողահավաք եւ ազգահավաք։ Եվ սա ըստ էության մենք այս շրջանի մեջ չենք կարողանում դուրս գանք եւ մենք ճանաչանք ցավոք սրտի, այսինքն այն առաջի սերունդը, եւ խոսքը օրինակ նույն Իսրայելի մասն մյուսների, որ մենք ապավինենք ինքներս մեր վրա, հետո պետք է հասկանանք մեր վիճակը իսկապես շատ ավելի ծանր է։ Ուղղակի այն ինչ որ նշում եք, որ նաեւ հрьяաների օրինակը բերելով, որ իրենք հասկացան, որ իրենց միակույսը իրենք են եւ Աստված, որովհետեւ իրենք կարողանում են համադրել այդ երկուսը։ Մենք մինչև օրս դեռ եթե ուշադրությամբ հետևենք եւ դուք բնականաբար հետևում եք քաղաքական մտքին հայկական, մեծ մասամբ խնդիրը դրված է թե ով է լինելու մեր տերը, կոպիտ ասած, հա։ Եվ շատ քիչ են շեշտադրումները, որ մեր հույսը մենք ենք։ Իսրայելական, հրեական բոլոր բարձրաստիճան պաշտոնյաների, զինվորականների հայտարարություն դա կարմիր թելով սենց անցնում է, որ միայն մենք ենք ապահովելու մեր անվտանգությունը, միայն մեզ զենքի ուժով, մեր ուժով, մեր մտավոր եւ այլն։ Հայաստանում այդ զարթոնքը կարծեք չի լինում։ Ինչու՞։ Որտեղ մեր ճշտամիները շատ ավելի ուժեղ են։ Երբ որ Իսրայելը ձևավորվում էր, արաբական աշխարհը քանակով շատ էր, բայց նա էլ ձևավորված չէր որպես միասնական ինչ-որ ազգություն, գաղափար, ռազմական ուժ եւ այլն, եւ հрьяաներին հաջողվեց սկզբից հենց նույն սովետական աջակցությամբ, հետո բրիտանացիներն ստեղծել պետություն եւ բանակ։ Եվ այսօր իրենք կարողանում են կանխարգելիչ հարվածներ հասցնել, տեսեք, այսինքն նույն Իրանի նման երկիր, այսինքն իրենց ավիացիան շատ ավելի ուժեղ է, քան ասենք Իրանի նման երկիր եւ այսինքն իրենք դա կարողացան ձևավորել։ Մեզ մոտ մենք այսօր ինչ ենք մենք ոչ թե ապավինում, այս դաշնակից է պետք, որտեղ լավ ենք հասկանում, Հայաստանը առանց դաշնակցի չի կարող գոյատևել, առանց ռազմական դաշնակցի։ Մենք ինքներս դա եթե մենք մեզանից բան չենք ներկայացնում դաշնակիցը նշանակում է այսինքն համաձայն եմ դրա համար էլ առաջինը դա համար մենք միշտ շեշտել ենք ես էլ որ դու առաջինը քեզ պիտի ապավինես հետո դու պիտի արժեք ներկայացնես քեզանից չէ՞ կյանքում ոնց այսինքն երբ որ եթե այսպես ասած մաքուր ընկերություն չի, այլ ընկերություն ինչ-որ շահի վրա, մարդիկ ում են փորձում ընկերություն անել, որ ինչ-որ կարողություն ունի, հնարավորություն ունի եւ այլն։ Պետությունների մեջ դա ավելի սուր է, պետությունների մեջ չկա անշահախնդիր ընկերություն։ Ինչ-որ մի բանի շուրջ պետք է արվի, դու պիտի ներկայացնես։ Հիմա տեսեք, դուք կրոնի մասին նշեցիք։ Ինչով է Հայաստանը առանձնահատուկ աշխարհում։ Ամեն մի պետություն, եթե ուզում է արժեք ունենա, ինչ-որ մի բանով պիտի կարևորվի։ Բանը հрьяաները օրինակ կարողացել են կարևորել նրանով, որ իրանք Աստծո ընտրել ժողովուրդն են։ Ես երեք լսում էի մի ամերիկյան քաղաքական գործիչի, ասում էր, ինչի ենք մենք Իրանի դեմ կռվում, որ ինքը դեռ նոր ազում ատոմային զենք ունենա, իսկ Կորեան, որը արդեն ունի, Հյուսիսային Կորեան, չենք շատ པարզ ասում, որտեվ Կորեան չի սպառնում Իսրայելին, որտեվ Աստծո ընտրել ժողովուրդը հարվածի տակ չի։ Իսկ մենք պարտավոր ենք որպես քրիստոնյա ժողովուրդ աստծոյական ժողովրդին բան։ Հիմա այս իշխանության քաղաքականությունը քանդել եկեղեցին եւ արարատազրկել արա դա հենց մեր քաղաքական հնարավորությունների թուլացումն է։ Ես սրա մեջ տեսնում եմ ավելի շատ արտաքին քաղաքական պատվեր, քան այս ներքին գզվռտոց, որտեվ Հայաստանի կարևորությունը աշխարհի համաշխարհային առումով դա տնտեսությունը չի, դա անգամ դա այն է, որ Հայաստանը մարդկության քրիստոնեական հավատի ծնունդի հայրենիքն է, դրախտը եղել է Եփրատ եւ Տիգրիս գետերակում, Հայաստանը մարդկության վերածնունդի հայրենիքն է Արարատ գագաթը եւ Հայաստանը առաջի քրիստոնյա պետությունն է։ Ինչ-որ մետաֆիզիկական բան եք ասում, այո, բայց այս մետաֆիզիկականը կենտրոնները վերածննդի արհեստական բանականության լաբորատորիաներն են, դրանք կոսմոլոգիական որպեսզի արհեստական չէ, հիմա տես դուք եք ասում Բա Իսրայելը հрья ժողովուրդը, երբ որ դուք նայում եք անգամ 19-րդ դարը, հрья ժողովուրդը թափառական հрья հալածյալ ժողովուրդ է եղել։
Այդ միայն կամած սկսեց կապիտալ, երբ որ արդեն բանկային կապիտալը սկսեց կարողալ նորը, թե չէ հрьяաները հալածական էին։ Մենք այն ժամանակները, որ հսկայական կապիտալ ունեինք, Հնդկաստան ու Չինաստան հայերը, Վենետիկը։ Մենք այդ բոլոր բաները միշտ ասում ենք, մեզ կարծեք ինքներս մեզ համոզելու, որ մենք արժեք ունենք, բայց այդ դեպքում ինչու մենք ինքներս մեր արժեքը չենք գնահատում, չենք հասկանում։ Մի կողմ թողնենք, դա իրականում համաշխարհային մակարդակում ինչ նշանակություն մեզ համար դա ամենակարևոր արժեքներն են, ճիշտ է։ Հիմա ինչպես է ստացվում, որ մենք մեր սփյուռքը անտեսում ենք, եկեղեցին անտեսում ենք։ Մենք չենք անտեսում, օրվա իշխանություններն են անտեսում։ Թոք շոուներից մեկի ժամանակ մեկ ասում է, դե քանդեք այդ եկեղեցին բրցեք ինքը ինչ իմաստ ունի, որ այսինքն մի բան, որը երևի ոչ մի հրեայի մտքով չի անցի, անգամ այլ կրոնի թաճարի մասին տես բան ասի, ոչ մի եվրոպացու մտքով չի անցնի, չգիտեմ, կարող եմ թվարկել ազգերին, հայ մարդու մտքով անցնում է, որ հայ եկեղեցին արդեն ինքը հայապահպանության խնդիրը լուծված է, պետությունը կա, եկեղեցին չի համար, ասում են հենց բառացի, ասում են քանդեք թող գնա։ Ասում եմ, որտեվ այդ մարդը չի հասկանում, որ Հայաստանի քաղաքական, կրկնում եմ, Հայաստանի քաղաքական կարևորությունը համաշխարհային առումով առաջի քրիստոնյա պետությունն է։ Ոնց որ ամերիկացիներն ասում են the first Christian nation, վերջ, այլ կարևորություն չունի։ Եթե դու եկեղեցին քանում ես, դու ոչ մեկի պետք չես այլևս։ Դու մի Բրուկլին թաղամաս ես, 2 միլիոն մարդ էլ չի ապրում, ոտից գլուխ եւ քո տնտեսական հզորությունը մի հատ ամենահետամնաց երկրի չափ գտած, քո աշխարհն էլ մի հատ ճանապարհ ունեիր, այն էլ տվեցիր ես Զանգեզուրի միջանցքը, էդ էլ արդեն կորցրեց։ Դուք ուզում եք ասել, որ կյանքում օրինակ մարդը, եթե ունի շատ բարձր հոգևոր արժեքներ, բայց ինքը աղքատ է, բայց քանի որ ինքը ենթադրենք կրոնական լուրջ արժեքներ է կրում, ինքը շատ ավելի կարևոր է, քան այն մարդը, որ ունի ահռելի գումարներ, հնարավորություններ եւ բացարձակապես ինքը աթեիստ է, ագնոստիկ է, նույնիսկ սատանայապաշտ է։ Նման բան չեմ ասում։ Ես ասում եմ հետեւյալը։ Այսօր Միացյալ Նահանգները թիվ 1 որոշող երկիրն աշխարհում։ Միացյալ Նահանգներում որևէ նախագահ չի կարող ընտրվել նախագահ, եթե ինքը չունենա աջ քրիստոնյաների կամ national Christian-ների աջակցությունը։ Նրանք հզորագույն կառույցներն են, որի մեջ առնվազն 40-50 միլիոն մարդ է։ Եվ երբ որ ասում եմ, հետները երկար եմ խոսացել, այդ թվում հрьяաների, իրանք զարմացած են։ Իրանք ասում են, լսեք, երբ որ մենք հարց չենք կարող լուծենք այս երկրում, մենք գնում ենք քրիստոնյաների դուռ եւ իրանց միջոցով ենք լուծում, որտեվ ցանկացած նախագահ գիտե թվում բա Թրամփին չի աջակցում, որտեվ Թրամփը խնդիր ունի դիմացը խորհրդարանական ընտրություններ են, հետո նախագահ չի կարող առանց քրիստոնյաների աջակցության ընտրվի։ Այնպես չէ, որ երբ որ Սերբիան գնդակոծում են, Սերբիան քրիստոնեական երկիր չէ։ Այո, բայց Սերբիան բազմաթիվ քրիստոնյա երկրներ են տարապում, այդպես եւ աֆրիկյան երկրներում։ Առաջին քրիստոնյա երկիրը չի, հենց սա է հարցը։ Դու կարողանաս այդ գաղափարը որպես քաղաքական գաղափար քաղաքականացնես, դու կկապիտալիզացնես, թե չէ կապ չունի, հետո ուրիշ տեղ խնդիր կա։ Այդտեղ քաղաքական բան, ինչը որ մենք ենք դուժե նայել։ Սերբիան էլ այն ժամանակ բանը, ես Չուրկինը դեսպան էր, չէ՞, Ռուսաստանի դեսպանն էր Կանադայում, որը եղել է հենց այդ ամբողջ Բալկանյան process-ի ռուսական կողմի բանակցողը, հետո մակ գնաց եւ ինֆակտ Չուրկինը ինձ շատ մանրամասներ է պատմել։ Դա խնդիրը հետեւյալն էր։ Այսինքն Սերբիան տուժեց իր պրոռուսական դիրքորոշման հետևանքով։ Հայաստանն էլ տուժեց։ Ես դա հենց զգուշացնում էի։ Նույն Ղարաբաղցիներին եմ ասել, որ այդ ձեր պրոռուսական դիրքորոշումը բերուանա, որ համաշխարհային ուժեր ուղղեցնել են Ռուսաստանի դիրքերի թույլատրել։ Ես մի բան ուզում հասկանալ։ Մենք էլի մեր հույսը դնում ենք ուրիշների վրա։ Ռուսները իրանք հույսը դրեցին ռուսների վրա, բայց մենք պիտի հույսը դրենք ամերիկացիների վրա։ Չէ, ես այդ ընդհակառակը, ես ասում եմ, մենք չպետք է ցույց տանք այդ ռուսական շահերի սպասարկու մակարդակը, որովհետեւ չեզոք պահենք մյուսներին եւ ոչ թե մյուսները, որովհետեւ եթե քեզ ընկալում են թուլացնելով Հայաստանը, թուլացնելով Արցախը, թուլացնում են Ռուսաստանը, իրանք թուլացնելու են։ Իմ ասած այնպես դա ինչպես անենք, որ մենք ի վերջո այո թվում է թե պարզ ճշմարտություն է, բայց հասկանանք, որ հույսը միայն եւ միայն մենք ենք, որքան դա դժվար է։ Այդ համաձայն չեմ, ես կասեի առաջնահերթ մեզ վրա, որի վրա էլ պիտի կառուցվի։ Առաջնահերթի, այո, որովհետեւ հետեւյալը մարդը, երբ որ զարգանում է, աճում է, էվոլյուցիա է ապրում, ինքը նախ եւ առաջ իր վրա է հույսը դնում։ Այո, կարող ունենալ լավ ընկերներ, լավ բարեկամներ, հարուստ, չգիտեմ, կարող, բայց միևնույնն է խնդիրը ինքն է լուծողը։ Այսինքն երբ որ մարդը ընտանիքում խնդիր ունի, հա կարող է դիմել ինչ-որ մեկի օգնության, բայց միևնույնն է դա իր խնդիրն է։ Երբ որ մարդը առողջության խնդիր է ունենում, կարող է ունենալ շատ գումար, կարող ունենալ շատ բարեկամներ, բայց ինքն է միևնույնն է անցնում այդ process-ներով, որքան էլ իրեն օգնեն կամ չօգնեն։ Հիմա այն որ այո, դաշնակիցներ պետք են, դա նոր բան չի, հասկանալի աշխարհը
միշտ է այդպես եղել դաշնակիցներով, բայց ինչու է Հայաստանում միայն եւ միայն խոսում դաշնակիցների եւ ոչ թե ուժեղանալու մասին։ Ցավոք սրտի անգամ դաշնակիցների մասին չի խոսում։ Հայաստանում շատ ավելի հարցը քննարկվում է, ինչպես մի դասական падգամավոր ասեց, դե ասեց ինչ որ մեկի տակը պետք է լինենք, ավելի լավ է ռուսների տակը լինենք, քան ուրիշ մեկի։ Դա այսպես ասած թողմախի մհերի հանճարեղ ձևակերպումն է, այսինքն ինչ որ մեկի տակը պետք է լինենք ռուսների տակը։ Դու տակը որ լինում ես, անգամ այդ քո վրայինն է քեզ առհամարում, այսինքն այդ եւ այստեղ հենց նայեք, այս հաղորդումը եւ ինքնության մասին է, հենց ինքնությունը կարեւոր է։ Հայոց ինքնություն կրկնում եմ, այստեղ հավատի հարց չի։ Հավատում ես, թե չես հավատում են, ինչ ասեմ, անարաթռությանը եւ այստեղ խնդիրը կա համաշխարհային իրավիճակ, որի մեջ այդ ընկալումներն այդպիսին են, որ այսինքն այսօր քաղաքականացվում է քրիստոնեությունը ի հակադրություն կամ արձագանք իսլամի քաղաքականացման եւ այլ եւ մենք դա անտեսել չենք կարող։ Ինչու մենք Սփյուռքը չենք քաղաքականացնում։ Հիմա տեսեք, նույն Սփյուռքի առումով տեսեք։ Հայկական աշխարհը, որը այդքան մեծ է, բայց կարծեք այդքան նաեւ փոքր եւ ոչ ազդեցիկ։ Սովետական միության տարիներին Սփյուռքի վերաբերյալ կար Պոլիտբյուրոյի փակ որոշում 60-ական 62-63 թվականին, որը առանձնացնում էր հայկական Սփյուռքը այլ Սփյուռքներից, որտեղ ասում են եւ ճիշտ էր մոտեցում, Պանամարիովն էլ զեկուցում էր այն ժամանակ քարտուղար ակադեմիկոս, որ հայկական Սփյուռքը դա քաղաքական Սփյուռք չի, այսինքն բելագվարդիայցի բան, այլ դա ցեղած հետեւաբար հայկական Սփյուռքը կարող է նպաստավոր դեր խաղալ սովետական ռոպագանդայի բանի առումով։ Դրա համար էր 64 թվականին ստեղծվեց Սփյուռքայության հետ կապի մշակութային կոմիտեն եւ իրենք, չէ, դա առանձին է, առանձին, սա Սփյուռքայության հետ Սփյուռքի եւ իրանց բյուջեն ավելի շատ էր, քան 90-ականներին մեր արտգործնախարարության բյուջեն եւ այս խմբեր ինչ էին դա անում։ Քաղաքականացնում էին Սփյուռքը իրենց ուզած ձևով, որտեվ իրենք հասկանում էին, որ հայկական Սփյուռքը մեծ դեր ունի։ Հիմա դուք հիշատակեցիք արհեստական բանականությունը, չէ՞ որ այսքան հիմա գլուխ են գովում, ասում են Nvidia-ն բերելու է 4 միլիարդ։ Ես մի հատ հարց տամ։ Եթե Ռև Լիպարիտյանը չլներ Nvidia-ի փոխտնօրենը, եթե ինքը այս աշխատանքները չտաներ եւ բանը, այդ Nvidia-ն կբերեր Հայաստանում 4 միլիարդի, ну 500 միլիոն։ 500 միլիոն, բայց ակնկալիք կա, խոսում կա 4 միլիարդի, իշխանություն 4 միլիարդ։ Այդ կլինեն, ասում են բանը, եկավ Վենսը։ Բայց Վենսից մի տարի առաջ արդեն Ռև Լիպարիտյանը եկել էր եւ Նիկոլ Փաշինյանը հանդիպում էր եւ ուզում են Սփյուռքը եւ քաղաքական եւ տնտեսական որպես միջնորդ տնտեսական մեծ կարողություն ունի։ Մեզ մոտ ցավոք սրտի Սփյուռքը ընկալվել է ուղակի ներդրող։ Այսօր Սփյուռքում սերունդ է մեծացել, որոնք հսկայական բաներ ունեն, ազդեցության լծակներ։ Ես աշխատել եմ Կանադա, շատ երկրներում եմ աշխատել։ Կանադային նմերը, բայց նույն ասենք ես Ռումինիայում ոնց էի աշխատում։ Ռումինիայում կար երկու հայ падգամավոր, ընդամենը մի 2000 հայից, այսինքն երկու վարուժանները, Վարուժան Փամփուկյան եւ Վարուժան Ոսկան, որոնք ազդեցիկ լինելով հետո էլ սենատոր իրանց միջոցով իմ արչեւ դռներ էր բացվում, որ Հայաստանի նման երկրի արչեւ չէր բացվի, նույնն էլ Կանադայում եւ նույնն էլ ուրիշ տեղ։ Հետ իսկ դա շատ կարեւոր է հաճախ, այսինքն հաճախ դուրը բացելը ուրիշները, այսինքն նույն Ադրբեջանը տասնյակ եւ հարյուրավոր միլիոններ է ծախսում, որովհետեւ դա կարողանա։ Մենք շատ այդ սփյուռքահայերին նեղացրել ենք։ Դե նեղացել ենք, որովհետեւ այն ժամանակ էլ շատ աշխատանքը հաճախ ճիշտ չէր լինում, իսկ հիմա ընդհանրապես սփյուռքահայերին եւ ինչու՞ միայն սփյուռքահայերի արտասահմանաբնակ հայաստանցիների, տեսեք, մենք բոլորին հայաստանցուն զրկել ենք իր սահմանադրական իրավունքից քվեարկություններին մասնակցելուց անգամ երկհաղաքացիներին զրկել ենք որևէ ընտրվելու իրավունքից մենք որպես քաղաքական ուժ եթե օրինակ ուզում ենք չգիտեմ Հայաստանցուն որը Ռուսաստան, Ամերիկա, Ուզբեկստան հիմա ուզում է վերադառնալ Հայաստան եւ միջամուխ լինի այս կյանքին չես կարող օրենքով եւ սամբույցով հիմա բայց դու մարդկանց չես ուզում ներգրավես քո այս ամբողջ քաղաքական տնտեսական կյանքի մեջ դու իրանց միջոցով ես չէ դու անհատների միջոցով ես այդ կապը օգտագործում դա վերացական չի լինում բանը այսինքն մենք օրենսդրորեն սահմանափակներ են ամբողջ այն վերացական բաները որ իբրտե չգիտես ինչի որ ասենք այդ
ապրիորի մեղադրանքը, որ լրտես կլինի, չգիտեմ, ես կլինի, ախպեր, իսկ քիչ հայաստանցիներ կա, միայն հայաստանյան անձնագրով կամ ինչը պիտի լրտես։ Լրտեսամանյան ուղակի արդեն Պարոն Պապյան, քանի որ դուք հիշատակեցիք Լիպարիցյանին, բայց Ռև Լիպարիցյան, սա ես ուրիշ Լիպարիցյանի մի հատ մեջբերում անեմ, որով ես ուզում եի սկսել հաղորդումը, բայց ես նաև հիշեցի, որ ես միշտ իմ հյուրերին նախ ներկայացնում եմ եւ այսպես ասած չեմ ուզում փչացնել հենց սկզբից հաղորդումը, քանի որ այն ինչ որ ասեց պարոն Լիպարիցյանը ինձ համար շոկային էր կամ միգուցե եւ օրինաչափ, ես կուզեի ձեր կարծիքը լսել, միգուցե չեք լսել, ինքը վերջերս հարցազրույցներից մեկում ասում է բառացիորեն հետեւյալը, ես մեջբերում եմ անում։ Ի վերջո այս երկիրը, այս ժողովուրդը իրավունք ունի խաղաղ եւ բարգավաճ կյանք ունենալ, թե ինքնության համար պետք է գնանք ու նորից զոհվենք։ Չէ, համաձայն չեմ, որովհետեւ միշտ հայ ժողովուրդը ուզել է եւ հիմա էլ է ուզում խաղաղություն, բայց խաղաղություն կարող է հաստատվել, երբ որ դիմացինը դրան պատրաստ է։ Բայց ինչ է կոչվում այս երևույթը, երբ որ մարդը անտեսում է այն, որ նախ մենք չենք գնում պատերազմելու, երկրորդ այն, որ դե ինքնությունը արժեք չի, կարելի է արդյոք ինքնությանը մեռնել պետք չի, այսինքն բոլոր ազգերը ովքեր պայքարել են, նրանք հիմար են գլոբալ առումով, չեն հասկանում, որ ինչ կարիք կա նույն Ուկրաինա, նույն իրանցիները, նույն պաղեստինցիները, նույն հրեաները, բոլորը, ովքեր պայքարել են, անիմաստ է, պետք է խաղաղ ապրել, եւ կարծեք մենք դա չգիտենք, որ պետք է խաղաղ ապրել, եւ ինքնությունը չարժի էլ ինքնության համար գնալ եւ մեռնել։ Կարծեք նաեւ մեզ հարցնում են, թե ուզում եք հարցը առաջանում, եթե ինքնության հերացումը նկատի ունի օրինակ ինչպես էլի մի քաղաքական գործի Հայաստանում ասեց ինչ տարբերություն ազգանունդ կլինի Հարությունյան թե Արթին Օղլի լուրջ այո Արթին Օղլի եւ բավական ազդեցիկ մեկնաիշխանության շրջանում ասում եք առաջին քրիստոնյա ասում եք խնդիրը մեր մեջ չի դրա համար էլ ընդունելի չեն այդ մարդ նայեք այսօր Հայաստանը ամեն ինչ անում է ամեն ինչ զիջում է որ իբր Ադրբեջանի բարեհաճությամբ խաղաղություն ունենա։ Պատմական փորձը ցույց է տալիս։ Լիպարիցյանը դա միշտ է ասել, նման տիպի հայտարարություն նա միշտ Այո, Լիպարիցյանի պատճառով էր, որ 94-ին կնքվեց զինադադարը եւ վերջնական հաղթանակի չգնաց Հայաստանը։ Որ ես Լիպարիցյանն էր, որ Հայաստանի եւ Սփյուռքի մեջ առաջի խզումը մցրեց, որտեվ ինքը որպես նախկին դաշնակցական ատում էր դաշնակցականներին եւ ամեն ինչ արեց այդ Լևոն Տեր-Պետրոսյան դաշնակցության գզվերտոցի հետևանքով, որը առաջի պարակտումն ու տրոհումը մտավ Տեր-Պետրոսյանից եկավ քանի տարի եւ այլն։ Այդ ամբողջը տեղ ուրիշ հարցեր է եւ իր այդ բոլոր ինքը լսել է մի քանի բաներ հեքիաթները ես եղել եմ այդ ժամ ներսը գիտեմ ինչ է եղել այդպես չի մենք միշտ ենք պատրաստ եղել լեզու գտնելու եւ հաճախ դա է սխալը եղել ես լսեք Մամեդյարի ուշեր ասում երբ որ մեզ եկան 94-ին թեմա բացեցին, որ մենք պատրաստ ենք զիջենք այս տարածքները եւ այլն, մենք ուրախությունից գրացե ապարում ենք, որտեղ ասում մեզ թվում էր մեզ պետք է դան մեր արժեվ ուլտիմատում պետք է դնեին, ասեն ստորագրում է կապիտուլյացիա։ Այո, ոնց է պիտի լիներ։ Ինչ որ իրանք են անում էս է։ Այո, կապիտուլյացիա եւ մենք ստիպված գնալու ենք, որտեղ բանը, մենք ոչինչ չունենք դրան հակադարձելու։ Եվ ուրիշ մի բան ասեմ, այն մյուս կեղծ թեզը, որ անդադ տարածում են, որ մենք չունենք դրա կարողությունը եւ այլն, էլի սուտ են ասում։ Այո, մենք թուլացած ենք, զոհեր ենք տվել եւ այլն, բայց ես ասում եմ ձեզ, իմ անձնական խոսակցությունը Նորա Տեր Գրիգորյանցի հետ, որին ես Աղվանստանից էի, բառացի եմ արծրել, որ արդյոք այդ աստամ այսպես խոսակցություն կա, արդյոք մենք ի վիճակի ենք շարունակել պատերազմը, թե չէ, որտեվ չունենք զենք, զինամթերք, ասեց այո, չունենք, շատ թույլ էինք, բայց մեր դիմացին ընդհանրապես չունենք։ Если за полчаса, за 40 минут я бы дошел до Куры։ Եվ երբ որ ասեցի, իսկ ինչի՞ չես ասած, քաղաքական ղեկավարությունը արգելեց ինչ այդ։ Իսկ եթե մենք փակում ենք արտահանման հնարավորությունը այդ գազի ճանապարհ, նավթի եւ այլն, Ադրբեջանը չէր հարստանում եւ մեզ այսօր որ Լիպարիցյանն ասում է խաղաղություն, այն խաղաղությունը այն ժամանակ կլներ, որտեղ մենք ավելի ուժեղ եւ հզոր երկիր էինք լինելու եւ ոնց որ Իրաքում եղավ բաթուլեր տալի այնքան նավթ ծախեն, որ սնունդի դեղերի այդ ձև էր լինելու։ Իսկ այն ժամանակ Թուրքիան էս Թուրքիան չէր, ոչ ռազմական, ոչ տնտեսական առումով, դեռ ռազմաբազաները կանգնած էին այստեղ ռուսական եւ այդ սովետական մտածողությունը կար, ռուսներից սարսափում էին դեռ թուրքերը, հիմա ձեռ են առնում, այսինքն այդ մենք շանսը կորցրեցինք, բայց եթե վերաբերենք խաղաղության, խաղաղությունը հնարավոր է, եթե դիմացինը եւս ուզում է,
ես չեմ տեսնում։ Նայեք, ես հետևում եմ ի տարբերություն շատ-շատերի Ալիևի տարբեր ելույթներին։ Մի հատ հետևեք, այս ամառվա ընթացքում քանի ժողով ու համագումար տարբեր բաներ արեցին Շուշիում, Գաբալայում, իր ելույթները, չեմ ասում եմ մյուսների, ասենք Փաշազադեի, որ ինքը ասում է վերադարձ արևմտյան անձամբ Ալիևի մարդը հստակ խոսում է 150 միլիարդ դոլար ռազմատուգանքների մասին, բարոյական եւ քրեական պատասխանատվության մասին, դատական հայցերը Հայաստանի դեմ հետ չեն կանչված, ռազմագերիներն այնտեղ են, մշակութային ջարդը, այս ամբողջ չկա եւ իրենք տեսեք հիմա պիտի Հայաստանում մայիսին տեղի ունենա եւ իշխանությունները դա այսպես տարփողում են գովում են, այս քաղաքական համայնքի այսպես ասած համաժողով ասենք եւ դա կօգտագործեն ընտրապայքարի համար, բայց Ադրբեջանը հայտարարեց, որ ինքը չի մասնակցի։ Այդ ձև են խաղաղություն ուզում։ Այսինքն մենք ուզում ենք բոլորս։ Բայց իրենք ամեն շատ པարզ ասում են ինչ են ուզում։ Դե դա եմ ասում, բա ինչի հիման վրա են ասում, այսինքն եթե մենք դադարում ենք, նայեք, կներեք, ես ցեղասպանության մասին տեսեք, ես ոչ թե վերացական արխիվային փաստաթղթեր, վկայություններ, բաներ հայերը, չեմ ասում massայաբար, բայց մեծ թվով իսլամ ընդունեցին ցեղասպանության ժամանակ, փոխեցին ինքնությունը այն հույսով, որ իրանց չեն ջարդի, չեն կոտորի։ Դրանց զգալի մասին, հետո միևնույնն կոտորեցին եւ ջարդեցին։ Հասկանում եք, այդ մարդիկ պատրաստ են ինքնությունը փոխելու, բայց դիմացինը չընդունեց այդ հիմա այս ով ասեց որ մենք ինքնությունս փոխում ենք, այսինքն, չգիտեմ, ամեն ինչով, անունով, ազգանով, բանով սկսում ենք իրանք դա ընդունել են, չեն ընդունելու։ Եկեք էլի པարզ խոսանք։ Բաքվում քանի ինքնությունը փոխած հայ կար, լիքը։ Մի բակինցի, մի արմյանի, մի բակինց այդ իրան ձևակերպումն է, ես շատերից եմ լսել։ Դա այլ ինքնություն էր, բայց երբ որ եկավ ջարդելու եւ իրենց արտաքսելու ժամանակը, ոչ ոք հաշվի չառավ, որ մենք ընդհանուր Բաքվեցի ինքնության տեր ենք։ Չէ, այդպես էին։ Եկան այն հային, որը թուրքից ավելի թուրք էր, էլի վտարեցին, ջարդեցին, այն հային, որ իր ինքնությունը պայել էր, էլի վտարեցին, ջարդեցին։ Այսինքն, երբ որ գալիս է այդ ձևը ալնում, նույն պատմական խորցը հрьяաներին ենք ասում, ինչա Գերմանիայում որ հոլոկոստը սկսեց, այդ բոլոր հрьяաները ունեին հрьяական ինքնություն, այնքան հрьяական որ սկի չգիտեր էլ որ ինքը հрья է, քթան թղթերով ասին, չգիտեմ, պապը, տատը հрья եղե եւ բան արեցին, հալածեցին, նույնն էլ մեր մոտ, հետեւաբար էլի բրիտանական, անգլիական, որ ասում է տանգոն երկուսով են ապարում, խաղաղությունը առնվազն երկու կողմի պանջեն, չեմ ասում առնվազն, որտեվ բացի մեր եւ Ադրբեջանից նաեւ պետություններ կան, նրանք էլ պիշագը դրվածելն են։ Չեմ կարծում որ Լիպարիցյանը հիմար մարդ է եւ չի հասկանում այդ ամենը, բայց այստեղ ինչ-որ մի հատ խնդիր կա, որը մենք կամ աշխարհայացքային, կամ արժե համակարգային կամ այլ մի խնդիր կա, որը կարծեք այն ինչ որ դուք ասում եք այնքան པարզ է, թվում է թե դրա մասին նույնիսկ մենք պիտի չխոսենք։ Կարծեք Լիպարիցյանի խոսքը Ժիրա Լիպարիցյանի մասն է, հա, եթե ովքեր չհասկացան, եթե նման մարդիկ նման կերպ են արտահայտում եւ իրենք վստահ են, որ սա ճիշտ մոտեցում է, ոմանք նաեւ ծափահարում են, ասում են այո, մեզ պետք չէ այդ թշնամանքը։ Այո, մեզ թշնամանք պետք չի, բայց ինչպես է ստացվում, որ այդ չկա այդ ընկալումը, որ քեզ չեն հարցնում հաճախ, ինչպես որ դուք եք նշում։ Ինչն է պատճառ, դա մանիպուլյացիա է, թե իսկապես ինչ-որ մի հարց կա, որ ես ուզում հասկանալ, թե ինչպես կարող է մարդը նման ձևով մանիպուլացնել իրականությունը։ Նայեք, այդ մանիպուլյացիա բառը լավ բառ է այն առումով, որ իրենք հաշվի առնելով մարդկային հիմնական ձգտումները, իսկ խաղաղության, բարեկեցության ձգտումը հիմնարար ձգտում է մարդու համար, կեղծ խոստումներով ապա կողմնորոշում են։ Այսինքն մարդուն եւ քարոզությունը, որ դրանից է գալիս, որ այ եթե դու քո ձակը տաս, ապա աղվեսը չի գա կացնով եւ ծառը չի կտրի։ Հասկանում եք։ Այդ եւ դա գնում է։ Շփվում են մարդկանց, մեծ ասում է դες խաղաղություն բան։ Նայեք, մենք այսօր ունենք զինադադար։ Անկամ եթե ստորագրվել այդ ուժի մեջ չի մտնի, այդ ուժի մեջ ունենք։ Եվ այս զինադատը գործելու առնվազն առավելագույնը 3 տարի։ Եվ դրա գինը Միջանցքի տրամադրումն է, որ մենք տվել ենք Ադրբեջանին, անխափան դա Միջանցք է։ Եվ որից ոչ մենք տնտեսական շանս, մի քիչ ամերիկյան ներկայություն կա մասնավորանկերության, այդ է։ Բայց իրավիճակը փոխվելու է եւ Ալիևը դրան չի նայելու։ Ինքը չի նայելու, նորից եմ կրկնում, մեր շատ սխալ է մտածել
ես ես դա բազմաթիվ անգամներ տարիների վրա եմ ասել, որ Թուրքիան եւ Ադրբեջանը իրենց քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ ձևավորում են մեր իրենց նկատմամբ եղած քաղաքականության վրա։ Այդ Նիկոլ Փաշինյանն էր մտածում, որ այ բուն խնդիրը Արցախի հարցն է, եթե Արցախի հայց այլևս գոյություն չունենա Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, ինչու պիտի լինի թշնամական հարաբերություն, չէ՞։ Բայց մենք տեսնում ենք, որ դրան շարունակվում է ուրիշ մի պահանջ եւ իրենք ասեցին, հենց իրենց են ասում, մենք ասում արևմտյան Ադրբեջանի հարցը չենք բարձրացնում, որտեղ դեռ Արցախի հարցը կար։ Հիմա մենք դա բարձրացնում ենք։ Վստահ եմ, որ իրանք, տեսեք իրանք ինչ են ասում։ Իրանք ասում են 269 մզկիթ է Հայաստանում ավիրվել հայերի կողմից։ Հայերը պարտավոր են վերականգնեն դա։ Եվ ֆինանսապես եւ բանը եւ այլն, հասկանում եք, չի եղել։ Այդքան, այսինքն, երբ որ սովետական անգամ Հայաստանն ասած, Հայաստան տարածքում եղել ընդամենը 7 գործող մզկիթ, որինցից մեկը անգամ մնացական, բայց դրանք չեն քանդվել որպես մզկիթ։ Երևանում 12 եկեղեցի է քանդվել։ Սովետական շրջաններ եւ այլն, անկախության շրջանում որևէ մզկիթ, հենա կապույտ մզկիթ կա, ես Իրանի բաժինն եմ ղեկավարել, լավ է, բանակցություն մենք տվել ենք իրանց։ Եվ իրանք էլ վերականգնել են, այդ մզկիթը հիշում եք, Երևանի թանգարանները տեղական, եւ իջետ Չարենցը ժամանակին հսկայական ջանք աներ դրել, որ այդ մզկիթը չքանդվի, ուզում էին քանդել, որտեղ բոլոր կրոնականների կառույցներն են քանդում։ Գեթսեմանի մատուր օպերայի տեղում, Սուրբ Պողոս Պետրոսի կինո Մոսկվայի տեղում, ռուսական եկեղեցին Շահումյանի արձանի տեղում, համատարած Նորքում, մյուսում, որտեղ չեն քանդվել, քանդվել են, բայց դա իրենք հենց սա է տալիս, որ այդ գազենք խաղաղության։ Խաղաղություն ուզողը կեղծ թեզերով թշնամություն չի սերմանի։ Այսօր, երբ որ դուք ծանոթանում եք ադրբեջանական հանրային դաշտի ինչ է գրում սովորական ժողով, այն ատելության մակարդակը որ կա, զարմանալի է։ Անկամ չեզոք հարց է, չէ՞ քննարկում, ասենք հայերն ու ռուսները, հայերն ու ուկրաինացիք, մի հատ ադրբեջանցի միևն է մտնում է մեջը ու սկսում է թույն թափել այդտեղ, որ իրանց հետ կապ չունի։ Չի կարող հասարակ, դու ժողովրդին պիտի պատրաստես խաղաղության։ Եթե դու ժողովրդին խաղաղության չես պատրաստում, պատերազմը դառնում է անխուսափելի։ Հիմա ինչ են ոմանք այս ամբողջ արդեն տեսնում եք, քանի խումբ եկավ Ադրբեջանից Հայաստան, մի խումբ գնաց Բաքու, դե ասում են, հեսա մենք պատրաստ ենք։ Չէ, սա այդպես չի, որովհետև դա հասարակության շատ չնչին մասն է, դա միշտ է եղել։ Միթե առաջ չկար, ինչա Վրաստանում, Թիֆլիսում հանդիպում էին եվրոպական, չէ։ Դու հասարակություն աստով ես նստի չունեմ 20, 30, 50 հոգի մարդ։ Ես նկատում որ դասագրքերի մեջ չպետք է պաշտամունքի առարկա սարքեն հային կացնահարող դպրոցական աղջկան, դու չպետք է ինչ որ մի բան, ինչ որ տեղյա ունենում վատ բան աշխարհում վերագրես հայերին, ատելություն, անգամ են հայեր նկատմամբ են ատելություն սերմանում Ռուսաստանի ուրիշ տեղի, որ հայցան հետ էլ կապ չունեն։ Մոռանում ենք, որ անեկդոտիկ իրավիճակներ կար։ Մարդը Մաքսիմելյան անունով փորձում է մտնի Ադրբեջան, այդ յանը տենում են, չեն հասկանում, որ սա ազգանուն չի, այլ բան է, դուրս են թողում։ Չեն ասում։ Կանադական պատվիրակությունը գալիս էր Հայաստան եւ Ադրբեջան, այնտեղ Սարգիս Ասատրյանը կար որպես падգամավոր։ Կանադական խորհրդարանը իրանք չթողեցին Սարգիսին։ Բայց հիմա ցորեն են տալիս, նավթ են տալիս։ Ցոնտա նավթն ասում, այստեղ մի քանի օլիգարխի աչքը լույս, էժան առնում են, ծախում են, հետո ինչ կապ ունի։ ՍՍՀՄ-ը դա ասում են խաղաղություն է, այլևս տեսեք չենք կրակում, ցորեն ենք տալիս։ Ստալինյան Սովետական միությունը եւ Հիտլերյան Գերմանիան 30-ից 41 թվականը, որ նայեք ինչ առևտուր են ունեցել, նավթել էին տալիս, քարածուխել էին տալիս, սարքավորումներ են։ Ռուսաստան, Ուկրաինան էլ այդպես, բայց մեզ մոտ չի եղել, հիմա կա, այսինքն սա համարում եղել է 90-ականներից առաջ։ Չեղել է, միշտ էլ եղել է։ Չէ, բայց համաձայնեք, որ այսպես չի եղել, այսինքն նայեք, դրա մասին չի խոսվել։ Բա մենք ո՞նց ենք այն կամուրջը, որը այսօր Իրանի հետ է դրած, մենք ո՞նց ենք կառուցել։ Դա իմ օրոք հայերս լավ գիտեմ։ Որ ճանապարհով է բերվել։ Բերվել է Ադրբեջանի վրայով, պատերազմի տարիներին։ Բերել ենք։
Կամուրջի մետաղական կոնստրուկցիաները Իրանի դա բերել են Չելյաբինսկից էր կարծեմ, որը սովետի ժամանակ պատվիրել են չեն բերել եւ այդ մետաղական կոնստրուկցիաները չէին կարող վրացական երկաթգծով անցնել եւ փակել։ Եվ մենք դա բերել ենք Բաքվի եւ Ադրբեջանի վրայով մինչեւ Մեղրի բերել ենք պատերազմը։ Մենք Հայաստան մուտք է գործել տարբեր ադրբեջանական ոնց որ ասած ապրանք դա գնացել է Վրաստան։ Սադախլոյով եկել է միշտ։ Նույնն էլ Թուրքիայի։ Մենք 300 միլիոն հասկանում ենք, որ հիմա իրավիճակը այլ է, հասկանալի է, որ եղել։ Այդ նախ այդ թվերը ոչինչ չեն փոխում, երկրորդն էլ երբևէ տնտեսական հարաբերությունը այնն էլ առևտուրը չի կանխել պատերազմը։ Դա ճիշտ է, դա լիբերալ տնտեսության այդպես տեսությունն է, որով եթե կա առևտուր, ապա կա ընդհանուր շահ, որը մեկը չի ուզում կորցնել։ Իսկ առաջին համաշխարհային պատերազմը, երկրորդ համաշխարհային պատերազմը եվրոպական պետությունների միջև այս միտումները եւ այդ քայլերը, որ Ադրբեջանը անում այդ դեպքում, ո՞րն է այդտեղ հետին միտքը։ Հետին միտքը առաջինը ոնց որ ասած հայկական զգոնությունը թույլաtsնել։ Իրանք պատերազմ են պատրաստում։ Ես էլ եմ ասում, թող մնա այս տեսագրությունը անխուսափելի է Ադրբեջանի արձակումը Հայաստանի վրա։ Իրենք ներշնչել են այս ժողովրդին 1, իրենք աջակցում են Նիկոլ Փաշինյանին 2, շատ կարևոր է, իրանք բացահայտ են, չի ասում, որ Նիկոլ Փաշինյանը իրանց երազանքն է, իրանք ուզում են, որ Նիկոլ Փաշինյանը վերընտրվի, որին հետո ուզենալու են դատել նաև։ Հետո վերջում կդատենք, բան կանեն, մենք տեսել ենք տարբեր տեղեր, այսինքն համաձայն իրենց նարատիվները, որովհետև իրենք համարում են բոլոր նրանք, ովքեր մասնակցություն են ունեցել Արցախյան պատերազմին, նրանք բոլոր իրենց համար տերորիստ հանցագործներ են։ Այո, պատմությունը նման օրինակներով լիքն է, որ սկզբից համագործակցել են, հետո դատել են Սադամ Հուսեյնի հետ, ինչա Միացյալ Նահանգները չէր համագործակցում են, հետո էլ դատեցին, միշտ էլ եղել է, այդ ամբողջը կա, եւ հետո մեծ առումով ինչ հարցում է Ադրբեջանը զիջ է ուզում խաղալ։ Բացի այդ ձեր բերած մի քանի ցիստեր, այսպես ասած վառելիքի եւ իր տարածքով անցած անասնակերի բաները ռուսականն են անասնակերի հարցը նույն ղազախական եւ այլն դա ի՞նչ է, դա չնչին բան է։ Այսինքն դա ի՞նչ է ցույց տալիս։ Դա պրոպագանդիստական քայլ է։ Հետո էլի Հայաստան, ոսկե Ադրբեջանից մտավ Հայաստան, էլի էր խափում։ Ինքը Ադրբեջանից Հայաստան չի մտել։ Վրաստանով է մտել։ Էլ եմ ասում, Վրաստան ըստ որոշ օդում կախված լուրերի, Հայաստանը նաև գազ է ներմուծել տարիներ շարունակ բանից, Ադրբեջանից։ Երբ որ Ադրբեջանը մատակարարել է Վրաստանին, եւ այդ Վրաստանով մտել է Հայաստան խառնվելով ռուսական գազի, որովհետեւ թվերը երբ որ ստուգեն, կտեսնեն որ Ռուսաստանից Վրաստանի տարածք մտած գազը դրանից հանած 10-20% ոնց որ ասած տրանզիտի փողը եւ Վրաստանից Հայաստան մտած գազը շատ ավելի է։ Այսինքն մի տեղից գազ է ծնվել։ Այսինքն Ռուսաստանից Վրաստան մտել է X չափի, իսկ Վրաստանից Հայաստան 2 անգամ X, ուրեմն այդ գազը հայտնվել է։ Եվ այստեղ ոնց է կնես, այստեղ այսպես ասած, ինչպես Ժորդան Լևի գազը որտեղից է եկել եւ մարդիկ միլիոններ են աշխատել։ Ես այս հաղորդման ընթացքում աշխատում եմ ավելի շատ մտնել խորքային, մեն հիմնարար կամ հիմքից փոխող թեմաների եւ հարցերի մեջ, որպեսզի հասկանանք ի վերջո այն հիմնական խնդիրները, որոնք մեզ սխալ տեղ են տանում։ Այն ինչ որ դուք բոլորը ասում եք, դրանք վերլուծական դաշտից են։ Ի վերջո մենք ինչպես ենք փորձելու այս իրավիճակը դարձնել մեզ համար շահեկան ավելի։ Ցավալի է, բայց պիտի ասեմ, որ բավականին դժվար հարց է։ Եվ իմ ինչքան արդեն 6 տարի է այս քաղաքական ավելի ասպարեզ մեջ ավելի խորամուխնելը, ինձ ավելի է բերում այդ եզրակացության, որ շատ դժվար է թե ոչ անհնար, որովհետև դու ինչ որ աշխատանք ես կատարում, ապա քո հակառակորդ ուժերը, ըստ տվյալ դեպքում պետությունը հակառակն է անում, այս ինքնության խորքային ինքը չի ուզում լուծի։ Ինքը տեսեք, ինքը ապավինում է մարդու ամենաբնազդային բաների վրա եւ խորքային լուծումներ չի տալիս։ Եվ ժողովուրդը դա էլ պարզ է։ Ժողովուրդը միշտ ավելի հեշտ բաներն է ընկալում։ Ձեր ասած խորքային դա համար որոշակի ինտելեկտ է պետք, կամք է պետք փորձել հասկանալու, ինչ որ մարդկության մեծ մասը, հայերի մեջ էլ մեծ մասը այդպես չի մտածում։ Օրվա խնդիրը լուծելու եւ բանա, ամեն տեղ են այդպես եղել։
Եվ ստացվում է, որ պատեհապաշտ եւ ամբողջ աշխարհում այդ միտքը ամբողջավար խոստումներն ու բաները դրանք դառնում են ավելի հաղթող եւ ցավոք սրտի դա բերում է նաեւ, այսինքն այս սերունդի փոփոխությունը կա։ Մեր սերունդը, ձեր սերունդներ, մենք հաստատ հատորներով գրքեր էինք կարդում 400 500 մեր համար ամառվա ընթացքում 30-40 գիրք կարդալ ամեն մեկը 4 սովորական էր եւ այդ այսօր մարդիկ այս սերունդը գնում է TikTok-ի եւ բան ճիշտ է միշտ ասում են դե նախքի մեղա հաջորդ սերունդին քննադա բայց դա այդ ձևը այս սերունդը պատրաստ չի խորքայինի գնա ինքը ուզում է կարճ պարզ լուծումներ Կարճ լուծումները ցավոք սրտի բերում են կարճաժամկետ, պարզ հետևանքներ եւ խորքային չի լինում։ Այո, Հայաստանի եւ հայերի խնդիրը խորքային է։ Մենք պիտի ինքներս առաջինը փորձենք հասկանանք եւ այդ բան անենք, բայց այդ դիսկուրսը չկա հասարակության մեջ։ Եվ չի ստացվում, որովհետեւ տեսեք, էլի կրկնենք հայտնի խոսքը, չէ՞ որ ասում է քաղաքական գործիչը մտածում է ընտրությունից ընտրություն, իսկ ազգային գործիչը ոնց որ ասած սերունդներով է մտածում։ Հիմա քանի որ այո մեր այս կյանքը կլանել է այս ընտրությունից ընտրություն եւ փորձը ցույց տալիս որ այդ մարդիկ են հաղթողները ովքեր բարձ խնդիրներ են առաջարկում այ ասֆալտի արծասենքը կարևոր է մարդը տեսնում է որ վտանգված է իր իսկ գյուղի գոյությունը իրան այսինքն դա այդքան չի ուզում ինչքան ասում են ասֆալտը ճիշտ անձրևագալ այդ ասֆալտը լուծում գնում է բայց նման եւ քաղցր բառը խաղաղություն լավ ծախվող թեմա խաղաղություն Հիմա ես մարդկանց ինչով համոզեմ, որ սա խաղաղություն չի, սա բերում է պատերազմի, շատ դժվար է։ Ինչպես մենք ասում ենք, որ այն քաղաքական գիծը, որ Արցախում է արվում բերելու Արցախ կործանման, ցավոք սրտի դրա միայն ապացույցումն եղավ, երբ որ կործանվեց։ Բայց գինը թանկ է։ Հիմա ասում ենք, սա բերում է Հայաստանի կործանման, սրա մնացածը կամ ենթադրությունը կամ պիտի կործանվի, որ իմ խոսքը ճիշտ դուրս գա։ Ես չեմ ուզում իմ խոսքը ճիշտ դուրս գա։ Թող չկործանվի, այսինքն ապացուցման ենթակա չեն նման բաները։ Շատ դժվար է այս ամբողջը անել, որովհետև մի կողմում կա իշխանություն, որը պարզ լուծումներն է տալիս, ես այս ձևակերպել եմ ասեմ, որ հոգեբանական, որը շատ կարևոր է։ Ես ասեմ, արամների մեջ ժողովուրդը շատ ավելի Արամ Ասատրյանն է լսում, քան Արամ Խաչատրյանը։ Այդ ծևա ակնհայտ է, չէ՞ որ Արամ Խաչատրյանը շատ ավելի բարձր մակարդակի երաժիշտ է, կոմպոզիտոր է եւ այլն, բայց ինքը անհամեմատ ավելի բարդ է անցալելու համար։ Նույնն էլ քաղաքականության մեջ ընկալվում է շատ պարզունակ բաները։ Այ մտնենք սրա տակ լավ կլինի, նրա տակ լավ կլինի, եսա։ Մի թեզ էլ ասեմ, դուք իմ կենսակցության մեջ բանը։ Ես որ առաջարկում եի, որ Հայաստանի առաքելություններից մեկը պիտի լինի տարածաշրջանի պետականազուրկ ժողովուրդների իրավունքների, հետո մարդու իրավունքների տեր կանգնելը եւ սա Հայաստանի քաղաքական կշիռը միանգամից կբարձրացներ, խոսքը գնում է, ասենք, զազաների, եզդիների, թալիշների թաթը եւ դա քաղաքական լուրջ լծակ է։ Եվ ես 2-3 տարի այդ ասպարեզում աշխատել եմ, գործ եմ արել, ռադիոկայան, հեռուստակայան եմ ստեղծել, պահել, բայց հենց այս պետությունն էլ քանդեց դա։ Եվ այն դեպքում, երբ որ նույն թալիշները, թաթերն ու ավարցիներն ու լեզները ադրբեջան հսկայական ուժ են, Եվ դա անտեսվեց նույն ձևի Թուրքիայում հսկայական ուժակ, միլիոնների, այսինքն այս խորքային լուծումները պետք է գտնվի այս բաների եւ դրանք, այսինքն դաշնակից ուժերը կան։ Դու պիտի գտնես կաղապարից դուրս մտածողության ձեմ։ Ես իմ տարաձայնությունից մեկ իշխանությունների հետեւյալն էր։ Եթե իրենք առնում են 4 տանկ եւ մենք փորձում ենք առնենք 4 տանկ եւ սիմետրիկ հակակշռ մենք պարտվելու ենք, որտեվ այն ժամանակներ արդեն ակնհայտ էր իրանց փողի շատ, մեզ պետք է ասիմետրիկ ձևով հավասարակշռություն։ Ասիմետրիան ի վնաս մեզ է։ Հա, բայց եթե մենք օգտագործենք այլ գործոններ, որ չունեն, իրանք այդ քաղաքականությունը, որը պետք է օգտագործենք եւ տրոհենք ներսում, իրանք մեր դեմ օգտագործեցին եւ մի էթնիկ ազգը հայերին բաժանեցին հայաստանցիների եւ ղարաբաղցիներին եւ սփյուռքահայերի եւ այո Պարոն Պապյան եւ ամենավերջում իմ ավանդական դարձած հարցը, որը վերաբերում է մեր ժողովրդի դրական կողմերին 1-2-ը, ես առաջարկում եմ միշտ ասել ոչ թե այն դասական եղած, ենթադրենք հյուրընկալություն, հյուրասիրություն եւ այլն, ընտանիքասիրություն, այլ միգուցե բաներ, որոնք մենք այդքան չենք կարեւորում, բայց իսկապես մեզ առանձնահատուկ են։
Իմ կարծիքով դա հայերի բացառիկ գոյատևման, չգիտեմ, շնորհք ասեմ, դարերով կուտակված փորձն է եւ այլն։ Երբ որ խնդիրը գոյատևման է, այ հիշենք 90-ական թվական գոյատևման հարցեր, մենք հաղթող ժողովուրդ ենք։ Մեր նման գոյատեղով ինքնակազմակերպվող, հասկանում ես, ես Կանադայում տեսել եմ 2 օր հոսանքը անջատվել է, այդ մարդիկ վայրենացել են եւ խանութների շուրջ ինչ էր կատարում եւ տան։ Մենք տարիներով ենք ապրել առանց դրա եւ կարողացել ենք ինքնակամ։ Բայց մենք ցավոք սրտի որտեղ գոյատևման է, այ երբ որ գալիս է դրանից ավելի բարձր բարեկեցության, այլ պետականաշինության, այդտեղ մենք դրա փորձը չունենք եւ ցանկություն չունենք, մենք այդտեղ փչանում ենք։ Գոյատևման ժամանակ մենք նվիրյալ բանակ ունենք։ Իսկ հետո այդ նույն բանակը, նույն հերոսները փչացան, երբ որ արդեն եկավ հասավ այլ մակարդակի։ Իմ կարծիքով դա բացառիկ է եւ մենք տեսնում ենք, նայեք, վիճակագրությունն էլ է ցույց տալի։ Հայերը ցանկացած հայ համայնքի միջին կրթական եւ միջին նյութական բարեկեցության մակարդակը ավելի բարձր է, քան տվյալ երկրի միջինը։ Լինի Ռուսաստան, Միացյալ Նահանգներ, չգիտեմ, Հունգարիա, Լեհաստան, ամենտեղ դա հենց այդ բացառիկ շնորհքն է լինել օտար այդ երկրում եւ արագ կարողանալ դա անել, որովհետեւ դա, այո, մենք գոյատևել ենք, մենք որպես ցավոք էթնոկրոնական համայնք, այդտեղ մենք ունենք այդ բանը, այդ կարողություններն ունենք, այ պետության փորձը չունենք, այս է, դա օգտագործել նախքին այդ հնարավորությունները այսօր պետություն կառուցելու։ Ես չեմ տեսնում, այս իշխանությունից շատ է խոսում ինքնիշխանությունից, բայց ինքը պետություն չի կարծում, որովհետև մենակ մի փաստ, օտարի պատվերով քո սահմանադրությունը փոխել արդեն ինքնիշխանության կորուստ է։ Պարոն Պապյան, շնորհակալ եմ։ Խնդրեմ։ Շատ կարևոր մտքերի, գաղափարների այս քննարկումը գնաց մի քիչ ավելի դեպի վերլուծական քաղաքական դաշտ, որովհետև դա է մեր իրողությունը եւ իրականությունը։ Ես շնորհակալություն եմ հայտնում, որովհետև այստեղ հնչեցին տարբեր կարևոր մտքեր, որոնք կարծում եմ եւ վստահ եմ ավելի շուտ, որ մեզ դիտողները եւս մեկ անգամ կվերայմաստավորեն, կփորձեն լսել։ Մենք տանում ենք այդ ձևաչափով, որպեսզի այս զրույցները նաեւ մնայուն լինեն։ Իրենք չլինեն իրադարձային, որ այսօր ասվեց, ենթադրենք Իրանի վրա հարձակում է եղել, ինչ է անում Հայաստանը, ինչպես պիտի արի, դրանք կարևոր են, բայց ես ուզում եմ, որ այս քննարկումները մնայուն լինեն ժամանակի մեջ, որպեսզի մենք հետո հետադարձ նայենք եւ նաեւ հասկանանք, թե ինչ է ասվել, ինչպես է դա ազդել մեր մտածողության վրա, ինչպես ենք մենք փորձելու այդ գոյատևման մակարդակից անցնել դեպի զարգացման, կայունության, պետականաշինության մակարդակ, ոչ թե ուղղակի ռեֆլեկտիվ, եթե մենք մեզ վրա հարձակում են կամ մենք օտարության մեջ ենք, կամ մենք դժվարության մեջ ենք, ապա մեզ մեջ չառաջանում է այդ բնականաբար բնազդը պաշտպանելու ինքներս մեզ։ Շնորհակալություն ձեզ եւս մեկ անգամ։ Շնորհակալություն հնարավորության համար եւ հուսանք, որ այս զրույցը մտածելու տեղիք կտա ինչ որ մի խումբ հայերի եւս եւ կկարողանանք այսպես միասնաբար համախումբ մտածողությամբ ելք գտնել այս վիճակից։ Այո, անպայման մտածելու տեղիք տալիս է, դա դրա վկայությունն են այն բոլոր նամակները, զանգերը, որ ես ստանում եմ, այս անգամ էլ վստահ եմ բացառություն չի լինի։ Դուք եք ելետևողներ անպայման նշեք, թե ում կուզեիք տեսնել այստեղ այս տաղավարում, ես պատրաստ եմ քննարկել այդ տարբերակները եւ եւս ձեզ մեկ անգամ շնորհակալություն եւ ամենակարևորը չվհատվեք։